Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է օկուպացված Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Նշենք, որ նախորդ նիստին ցուցմունք էր տվել ավելի քան 20 տուժող։ Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է խոշտանգումների, շահադիտական գործունեության, պատերազմի օրենքների խախտման, ահաբեկության ֆինանսավորման համար։ Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել է հունվարի 17-ից։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը արդեն 2 անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին հայերի դատերին մասնակցելու խնդրանքով։ Օֆլահերթին ինքն է ԵԽԽՎ բարձր ամբիոնից պատմում, պատասխանելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից հնչած հարցին, թե ինչ գործողությունների են պատրաստ գնահատելու արդեն իսկ խախտված մարդու իրավունքները, կանխելու հետագա չարաշահումները։ Պարզվում է, Ալիևը դռները փակել է բոլորի առջև, առանց բացառության։ Հեռավորության վրա ես մեծ ուշադրությամբ հետևում եմ, թե ինչ պայմաններում են հայ գերիները պահվում Բաքվում եւ ինչ փորձությունների են ենթարկվում։ Դիմել եմ 2 անգամ, կդիմեմ նաեւ 3-րդ անգամ։ Ես իսկապես ուզում եմ գնալ Ադրբեջան, այնտեղ զբաղվել մարդու իրավունքների հարցերով։ Սա մեզ համար կրկին ցույց է, որ մեկուսացվելու քաղաքականությունը, որը վերջերս հատկապես է ստանձնել Ադրբեջանը, շարունակվում է։ Իրականում խոսքը գնում է ոչ միայն միջազգային կազմակերպությունների ներկայացուցչության կամ պատվիրակությունների այցերը թույլատրելուն, այլ նաև միջազգային ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին։ Իրավական հարցերի փորձագետն ասում է, ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին։ Անընդհատ մտահոգիչ տեղեկություններ են հասնում, որ Ադրբեջանը մերժում է բոլորին, թե ներսից, թե դրսից, ովքեր ցանկանում են այս կամ այն կերպ մասնակցություն ունենալ դատավարություններին։ Ադրբեջանում ներկայացուցչություն ունեցող կառույցները շաբաթներ առաջ են ծանուցում ստացել Բաքվի իշխանություններից։ Ժամանակն է հեռանալ, այդ շարքում միայն Կարմիր խաչը չէ։ Դա շատ հստակ ուղերձ էր, հատկապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական ԶԼՄ-ներով զուգահեռ համապատասխանաբար նյութեր էին տարածվում առ այն, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմնակալ է, պրոհայկական դիրքորոշում ունի։ Նույնը ՄԱԿ-ի մի քանի գործակալության մասին էր խոսքը գնում, այդ թվում նաև փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Ամբողջ ռեսուրսներն են գործի դնում ու աշխարհին համոզում, թե հայերը հանցագործներ են, էլ անհայտ ծագման պատմաբաններ, էլ սուտ վկաներ ու ծախված դատավորներ, բայց իրականությունը խեղաթյուրելու բոլոր փորձերը խնամքով թաքցնում է։ Նյուրնբերգի միջազգային ակադեմիայի դասախոսն է պնդում, պարզից էլ պարզ է կատարվողը քաղաքական ֆարս է, իրավաբանությունից կիլոմետրերով հեռու։ Սա շուտ քաղաքական է, իրական հայտավոր իրենց քաղաքական լոբին շատ ուժեղ է բանանում, ասում իրանք ընդամենը մեկ բողոքով կարողացան գերմանացիների հայտարարությունը, որ տարածել էր բանի վերաբերյալ, Արցախի վերաբերյալ հանել տարել, այսինքն ստացվում է, որ իրանք կարողանում են իրենց քաղաքական լոբին բավական ակտիվ անել, այն բառը մենք ոչինչ չեն կարող անել։ ԵԽԽՎ-ից մինչև հասարակական կազմակերպություններ բոլորը պատասխան նամակ են ստանում, մուտքը արգելված է։ Հայրին ապօրինի դատելը Բաքուն իր ներքին գործն է համարում, խոշտանգում, կոպտորեն խախտում էթնիկ հայերի իրավունքները։ Փաստացի աշխարհը տեսնում է Ալիևյան մակարդակի հանցագործությունները, ստացվում է ոչինչ չի կարողանում անել, կամ լոբիստներն են հարցը լուծում, կամ հայտնի նավթադոլարները։ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու ու Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պայմանների կատարման հետ, ասել է Էրդողանի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը։ Նա ընդգծել է, որ Անկարա-Երևան կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Տավուշի մարզում մականների պայթեցման աշխատանքներ են իրականացվելու տեղեկությունը հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Ապրիլի 8-ից 10 ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման եւ սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ, ասված է հաղորդագրությունում։ Գերատեսչությունը բնակիչներին խնդրում է ընդունել ի գիտություն։ Հիշեցնենք, Տավուշում 12 կիլոմետր հատվածում սահմանազատում է իրականացվել 2024 թվականին։ 40+10 ծրագիրն առանցքային էր Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար սոցիալական խնդիրեր լուծում։ Ծրագրի կրճատման դեպքում արցախցիները կարտագաղթ են, ահազանգում են։ Կառավարությունում նրանց լսել են, փոխվարչապետն ասել է, որ փոփոխություն հնարավոր է միայն բնակարանային ապահովման ծրագրում, բայց եթե խոսքը Երևանի մասին չէ, իսկ 40+10 ծրագրին ըստ փոխվարչապետի հետդարձ չի լինի։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների մոտավոր 15,000 արցախցի է
արտագաղթել բռնի տեղահանումից հետո։ Սա այն դեպքում, երբ գործում էր այս ծրագիրը, այսինքն ոմանք այլ պատճառներով, հիմնական մասը աշխատանք չգտնելու պատճառներով, որովհետև բնակվարձը դա հարցի լուծում չէ, մարդիկ պետք է ունենան աշխատանք, որպեսզի կարողանան իրենց ամենօրյա կարիքները հոգալ։ Այս ապրիլից բռնի տեղահանված անձանց կեցության եւ այլ ծախսերի համար նախատեսված 50,000 դրամ աջակցությունը կդառնա 40,000 դրամ։ Կտրամադրվի միայն առանձին խմբերի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերին, կերակրողին, կորցրած, նպաստ կամ կենսաթոշակ ստացողներին եւ մինչեւ 18 տարեկան երեխաներին։ Իսկ 2025-ի հուլիս-դեկտեմբեր ամիսները ներառյալ աջակցությունը կտրամադրվի առանձին խմբերի շահառուներին արդեն 30,000 դրամի չափով։ Արցախցիների շատ չնչին տոկոսն է, որ այստեղ բնակարան ունի, ու այդ 40+10-ը ինչպես կարող ենք անվանել, նաև կարող ենք փոխարինել բնակվարձի փոխհատուցումը, բազմիցս մեր փաստերով ներկայացրել ենք, որ դա ուղղվում է միմիայն բնակվարձերի փոխհատուցմանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը դեռ նախորդ ամիս էր աջակցության այս ծրագիրը խոչընդոտ համարել բնակարանային ապահովման ծրագրի լիարժեք իրականացմանը։ Մենք չենք կարող անընդհատ զուգահեռ երկարաժամկետ բնակապահովության ծրագիր մշակենք իրականացնել եւ ասենք, որ շարունակ դուք պետք է ստանաք նույն 50,000 դրամը եւ այդ 50,000 դրամով շարունակ ձեր վարձավճարին ուղղեք։ Մենք ունենք երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագիր։ Նախարար Մկրտչյանը հիշեցրել էր նաև, որ 400-ից ավել համայնքներ կան, որտեղ արցախցիները կարող են տուն ձեռք բերել։ Արցախցիներն էլ ասում են, թե դրանք սահմանային բնակավայրեր են եւ վախում են, թե դարձյալ կորուստի առջև կկանգնեն։ Արցախցիները առաջարկել են նաև վարձակալական պայմանագրերը միանգամից կնքել տանտերերի հետ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե գումարը ծախսվում է իրենց կեցության համար, այլ ոչ թե բնակվարձի։ Վաշինգտոնի ու Թեհրանի ներկայացուցիչներն արդեն այս շաբաթ բանակցային սեղանի շուրջ կնստեն։ Բանակցությունների հարթակը Թեհրանի սրտով է, ձևաչափը եւս։ Դեռ նախորդ նամակագրություններում էին վերահաստատել, որ ուղիղ բանակցություններ չեն ուզում, պատրաստ չեն նաև բանակցել ճնշման տակ։ Իրանն ու ԱՄՆ-ն կհանդիպեն շաբաթ Օմանում բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար։ Սա եւ հնարավորություն է եւ ստուգում։ Գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում։ Ստուգում ասելով Իրանի արտգործնախարարը, որ անձամբ է գնալու բանակցության Թրամփի հատուկ բանագնացի հետ, նկատի ունի ամերիկյան մտադրությունների ուսումնասիրություն, բայց այստեղ ուշագրավ է, որ երկրները դեռ խոսք չփոխանակած, կարծես իրար լավ չեն հասկանում։ Երեք Սպիտակ տանը լրագրողների զրույցում ԱՄՆ նախագահ Թրամփը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։ Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ եւ դրանք արդեն սկսվել են։ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաեւ Թեհրանի շահերին։ Գուցե միջուկային ոլորտում որոշ զիջումների ու սահմանափակումների Իրանում պատրաստ են, բայց դա չի կարելի պնդել հրթիռային ոլորտի վերաբերյալ Իրանագետի պնդումն է։ Փորձագետը օրինակ է բերում միջուկային թեմայով երկրների նախորդ բանակցությունները։ Իհարկե հրապարակային հայտարարություններ եղել են հիմնական պահանջների մասին, բայց հայտնի չէ, թե պահանջների ինչ ցուցակով Թրամփը բանագնացին Օման կուղարկի ու դրանցից քանիսը մուգ կարմիր գիծ կհամարի պաշտոնական Թեհրանը։ Թրամփի նախորդ կառավարությունը նման 12 պահանջ էր ներկայացրել Իրանին, բայց այս պայդրությամբ բարձ չի թե այս անգամ կոնկրետ որոնք են լինելու այդ պահանջները։ Ամեն դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարծում եմ առաջնահերթ նախընտրում է բանակցային տարբերակը։ Բանակցությունների պայմանավորվածությունների լուրերին զուգահեռ Reuters-ը գրեց, թե նախորդին Այաթոլլա Խամենեին կարգադրել է Իրանի բանակը բարձր պատրաստվածության վիճակի բերել։ Պատերազմի վտանգն իհարկե կա, բայց բանակցությունների գնալը ըստ փորձագետի հենց պատերազմ չնախընտրելու մասին է։ Եթե մենք կոնկրետ Իրանի դիրքերից ենք խոսում, ապա Իրանի համար եւս միանշանակ պատերազմը նախընտրելի տարբերակ չէ եւ Իրանի գործունեությունը թե վերջին տարիներին եւ թե առհասարակ վերջին տասնամյակներին միշտ դրան է միտված եղել, որ խուսափեն պատերազմից եւ այժմ էլ փաստացի գնում են բանակցությունների անգամ Թրամփի կառավարության հետ։ Այսպիսով շաբաթը որոշիչ կլինի, փորձագետներն ասում են, առաջին հանդիպումից էլ պարզ կդառնա ի վերջո իրար հասկանում են Վաշինգտոնն ու Թեհրանը, թե ոչ։ Հեռակակապի ամբողջ ընթացքում համենայն դեպս սպառնալիքների ու մեղադրանքների պակաս չի եղել։
Հաջորդ ռուս-ամերիկյան բանակցությունները լինելու են արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով, դրանք տեղի են ունենալու ապրիլի 10-ին Ստամբուլում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա խորհուրդատվել մանրամասներից սպասել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Պեսկովը հավելել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու համար։ Նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել Սաուդյան Արաբիայում։ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսային տերորին դիմակայելու եւ հակաքայլեր ձեռնարկելու մասին հայտարարություն է արել Չինաստանի առևտրի նախարարությունը։ Փոխադարձ մաքսատուրքերի սահմանումը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից միակողմանի ճնշման տիպիկ օրինակ ու սխալի վրա ավելացված սխալ է, որը կրկին ցույց է տալիս շանտաժի էությունը, ասվում է հայտարարության մեջ։ Չինաստանի հակաքայլերն ուղղված են երկրի իշխանությունը, անվտանգությունն ու զարգացման շահերը պաշտպանելուն, ինչպես նաեւ միջազգային առևտրի կարգը պահպանելուն։ Վրաստանի խորհրդարանում քննարկվում է օրինագիծ, համաձայն որի հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցություններն այսուհետև արտերկրից ֆինանսավորում կարող են ստանալ բացառապես Վրաստանի կառավարության հավանությանն արժանանալուց հետո։ Խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլու տեղեկացմամբ կառավարությունը մտադիր է ավելի խստացնել արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գումարները տրամադրվում են զարգացման ծրագրերը կյանքի կոչելու եւ սեմինարներ կազմակերպելու համար։ Քիմ Քարդաշյանը գտնում է, որ Բիանկա Սենսորիի բաց նորաձևության որոշումները ընդլայնում է հնարավորությունները եւ նույնիսկ մտածում է իր Skims ապրանքանիշի արշավի համար նրա մասնակցության հնարավորության մասին։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը վկայակոչելով Insider-ին, Քիմը հուսահատորեն փորձում է աջակցել Բիանկային Kanye West-ի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Քիմը կարծում է, որ Բիանկայի հետ միավորվելը կարող է լինել միակ միջոցը կանգնեցնելու Kanye West-ի խելագարությունը, ով վերջերս բացահայտեց, որ չէր ցանկանում նախկին կնոջից երեխաներ ունենալ։ Ուղևորցի սակագների վերաբերյալ որոշումը կայացվել է ոչ մասնակցային, ոչ թափանցիկ ձևով եւ մենք մեր գործողությունների ընթացքում շփվում էինք քաղաքացիների հետ եւ տեսնում էինք, որ շատ մեծ հանրային անվստահություն կա ընդհանրապես ռեֆորմի նկատմամբ։ Այս մասին մեդիա կենտրոնում Երևանում հակաժողովրդական կառավարման միտումների եւ հանրային անվստահության մասին թեմայով ասուլիսի ժամանակ նշել է չենք վճարելու նախաձեռնության ներկայացուցիչ Հայկ Աբրահամյանը։ Արարատի մարզի Այնթապ յուղի գերեզմանների հարևանությամբ մինի աղբավայր է առաջացել։ Այստեղ ամեն ինչ են նետում՝ կենցաղային ու շինարարական աղբ, սատկած կենդանիներ։ Կարշահոտը մի քանի կիլոմետր է տարածվում։ Շինարարական աղբերն է։ Ցեմենտավոզները, այսպես ցեմենտը բերում են, այսպես ցպնում են, այստեղ գնում են։ Բա գյուղապետարանը ի՞նչ ա մտածում։ Ոչ մի բան։ Էլ չգիտեմ ոնց ես ամբողջ օրը կռիվ եմ անում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրում աղբն այդտեղից հեռացնելու համար։ Իսկ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի ծառայողներին հորդորում քայլեր ձեռնարկել հետագայում նման երևույթները բացառելու ու կանխելու համար։ Սակայն եթե Արարատի մարզպետարանը Մասիս խոշորացված համայնքի ղեկավարը Այնթապ վարչական շրջանի ղեկավարը հետևություններ չանեն, ապա ամիսների ընթացքում սա կդառնա աղբավայր։ Բայց սա Այնթապում բնակիչների կողմից ստեղծված միակ աղբավայրը չէ։ Այս մեկն էլ Երևան-Մասիս ճանապարհի աջակողմյան հատվածում է։ Մեկ տարի առաջ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները մոտ 30 բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ էին հեռացրել, մաքրել տարածքը, բայց շատ չանցած քաղաքացիների օգնությամբ այն նորից աղբանոց է դարձել։ Նորից նույն։ Ինչ անուն տաս այս երևույթին, որ մեկ տարի առաջ Մասիսի քաղաքապետը, կոմունալի աշխատակիցները Այնթապի վարչական ղեկավարի գլխավորությամբ հեռացրեցին այստեղից մի քանի բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ, սակայն մեկ տարին չլրացած նորից նույն պատկերն է։ Այս դեպքում քաղաքացիների մեղադրանքները պատասխանատուների հասցեին հիմնավորված չեն, քանի որ հենց իրենք պետք է հոգային, որ տարածքը շարունակեր մնալ մաքուր։
Երևան աշտարակ ճանապարհն ապրիլի 8-ի առավոտյան նորից փակվեց։ Քասախ ու Պրոշյան գյուղերի բնակիչներն էին դարձյալ բողոքի դուրս եկել։ Երկկողմանի էին փակել ճանապարհը։ Պատճառը տրանսպորտի 25 եւ 59 համարների գծերի կրճատումն է եւ նոր ավելի թանկ երթուղու գործարկումը, որին հավաքվածները դեմ են։ Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարությունը չգիտես ինչու չընթառաջեց, չուզեց որպեսի ժողովրդի սրտով լինի, դրա համար էլ քաղաքացիների ի նշան բողոքի դարձյալ փակել են ճանապարհը։ Ակցիայի մասնակիցներն այս անգամ պահանջում էին Երևանի քաղաքապետից, որ տարածքը Երևան քաղաքի ավտոբուսը սպասարկի։ Այն պետք է հասնի մինչև Պրոշյան ու հետադարձանի։ Երևանին են սպասարկելու, թող ավտոբուսը հասնի այստեղ։ Հավաքվածների հետ բանակցում էր ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հասարակական կարգի պահպանման վարչության պետը։ Տեղում էին մեծ թվով կարմիր բերետավորներ, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի մեծ թվով պարեկներ, ինչպես նաև ոստիկանության նայերի բաժնի համայնքային ոստիկանները, բաժնի պետի գլխավորությամբ։ Պրոշյանցիները բացեցին ճանապարհը միայն հստակ համաձայնություն ձեռք բերելուց հետո։ Ապրիլի 9-ին նրանցից 4 հոգու կառավարությունում կընդունեն։ Այստեղ իրենց առաջարկները կներկայացնեն։ Ակցիայի մասնակիցների խոսքով հետագա քայլերն արդեն կբխեն այդ հանդիպման արդյունքներից։ Եթե վաղը մեր առաջարկը չեն ընդունի, դե միշտ կհավաքենք, ավելի շատով կհավաքվենք։ Ապրիլի 8-ին շտապօգնության մասնակցությամբ հերթական վթարն է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Թամանցիներ փողոցում շտապօգնության մեքենան բախվել է Երկաթե Էլեկտրասյանը։ Վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վարորդի կողքին գտնված եւ հոսպիտալացված բժիշկը մահացել է։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն էլ հայտնել է, որ ցավոք բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով էլ ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Իսկ բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Ժամանակներս կրկին ավելացել է շտապօգնության ավտոմեքենաների մասնակցությամբ վթարները, այդ թվում ոչ միայն Երևանում, նաև մարզերում։ Ապրիլի 8-ին 70-ամյա Մուշեղը վազ 2101-ով Տիգրան Մեծի պողոտակ Քրիստափոր փողոցի խաչմերուկում վրերթի ենթարկել հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, իսկ ժամանած բժիշկների հերթապախումբը վրերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր տեղափոխել է հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Վարորդը սթափ է եղել։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապախումբը նախտեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրայերթի ենթարկվածին, ով ըստականատեսների կին է եղել, ապա տեղափոխել հիվանդան։ Իսկ ապրիլի 7-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Մերսեդեսը եւ Երազը։ Երկու հոգի տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Սևանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Երազը տեսնում եք, դարձել է, վերածվել է մետաղե ջարդունի, գազաբալոնն է փոխվել, հավանաբար հենց նշված ավտոմեքենայի գազաբալոնն է։ Նույն օրը Դավիթ-բեկի փողոցում բախվել են Կիան, Մերսեդեսը եւ Հյունդային։ Վերջինը կողաշրջվել է ու բռնկվել։ Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Փրկարարության Երևանի TV 9-րդ շրջփրկարարական ջոկատի հրշեջները մարել են մեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Երթևեկությունը նշված հատվածում կարելի ասել հատվածահար է եղել, խցանումը դեպի մասիվ մոտավորապես հասնում է 4-5 կիլոմետրի։ Դարձյալ ապրիլի 7-ին Արշակունյաց պողոտայում բախվել են BMW X5-ը եւ մեկ այլ BMW։ Նրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին ու բախվել ծառին։ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապախումբը բուժօգնություն է ցուցաբերել երկու քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Նրանք տեղեկություն ունեն, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ մեքենայի վարորդ, որը վթարային վիճակ ստեղծելուց հետո հեռացել է դեպքի վայրից։ Վթարի հետևանքով նախնական տեղեկությունների տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապախումբը
տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն ուժեղ։ Իսկ Զաքյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել կայանված Kia Forte-ում։ Սկզբում կրակի տարածման դեմ պայքարել է 56-ամյա վարորդը, հետո արդեն փրկարարության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են կրակը։ Մեքենան շահագործել այլևս հնարավոր չէ։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։